Եվ այսպես, ինչպիսին է լինելու Հայաստանի Հանրապետության ապագան եւ ճակատագիրը Ստամբուլյան բանակցություններից հետո հարգելի հեռուստադիտողներ, ինչպես հայտնի է, արդեն վաղը Ստամբուլում կարող են տեղի ունենալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները պատերազմի ավարտի, պատերազմի դադարեցման վերաբերյալ, ինչպես նաև կարող են առանձին բանակցություններ լինել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցություններ, որոնք վերաբերվելու են, եթե տեղի ունենան ոչ միայն Ուկրաինային, այլ շատ ավելի շատ տարբեր այլ հարցերի, բայց կենտրոնանալով Ուկրաինայի հարցի վրա արձանագրենք հետեւյալը. առնվազն մի քանի լուր ընթերցելով կարելի է հասկանալ, թե Կիևին ինչ է սպասում Ստամբուլում։ Տեսեք, իտալական պարբերականներից մեկը Անսան լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի ունենալու հունիսին Հաագայում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է հետևյալը, որ Ֆրանսիան արդեն հնարավոր ամեն ինչ տվել է Ուկրաինային եւ ավելացնել մատակարարումների քանակը, ծավալը, որակը այլևս անհնար է։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Միրոշնիկը ասում է հետևյալը, որ հիմքերից մեկը, եթե ոչ կարևոր հիմքը, որի վերաբերյալ հնարավոր է բանակցություններ վարվեն Ստամբուլում, դրանք այն պայմանավորվածություններն են, որոնք ձեռք էին բերվել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցությունների ժամանակ արդեն հեռավոր թվացող 2022 թվականին։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆրանսիան դա այն պետությունն է, որը իր երկրի նախագահի հայտարարությունները, եթե մենք վերլուծեինք, միջևս վերջերս արված հայտարարությունները, հավակնում է լինել այն պետությունը, որը անհրաժեշտության դեպքում կփոխարիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եթե ամերիկացիները դուրս գային Ուկրաինայի հարցով հնարավոր բոլոր գործընթացներից, բանակցություններից։ Բայց Մակրոնի հայտարարությունը փաստում է հետևյալը, որ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնպես էլ Ֆրանսիան դրդում են Ուկրաինային կապիտուլյացիայի, որովհետև եկեք մի հատ վերհիշենք եւ վերլուծենք, թե ինչ էր իր մեջ պարունակում 2022 թվականին Ստամբուլում տեղի ունեցած բանակցային գործընթացի շրջանակներում ձևավորված փաստաթուղթը։ Ուկրաինայի ապառազմականացում եւ դենացիֆիկացիա։ Ինչի մասին է խոսքը։ Ուկրաինական բանակի թվականակը պետք է շատ կտրուկ կրճատվեր։ Այլ երկրների զինատեսակներ ուկրաինական բանակում չպետք է լինեին, այլ երկրները Ուկրաինայում հնարավորություն չպետք է ունենան զորավարժություններ անցկացնել, Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ի անդամակցության մասին, ռուսաց լեզուն պետք է դառնա երկրորդ պետական լեզուն։ Այն տարածքները, որոնք միջև պատերազմի մեկնարկը ըստ ուկրաինական կողմի ընկալումների հանդիսանում են Ուկրաինայի տարածքը, Ղրիմը, Սևաստոպոլը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժեն, այս բոլոր մարզերի վերաբերյալ եւս կային որոշակի ձևակերպումներ 2022 թվականին ձեռք բերված բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, այս բոլոր տարածքները այլևս պետք է հանդիսանան Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տարածքը։ Այսինքն հարգելի հեռուստադիտողներ, մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինայի իշխանությունները 2022 թվականին ունեին հնարավորություն նույնանման պայմաններով կասեցնել պատերազմը, բայց հիշում եք ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 44 օրյա պատերազմի մասին, որ դե մենք կարող ենք նույն ավարտը ունենալ, նույն արդյունքը ունենալ, բայց առանց զոհերի։ Հիմա ով ասաց, որ եթե Փաշինյանը դա ասել է, Զելենսկին դա չի կարող կրկնել, բայց այս իրավիճակում կա եւս մի չափազանց կարևոր նրբերանգ, դա այն վայրն է, որում տեղի են ունենում բանակցությունները։ Իհարկե մենք արդեն խոսեցինք իմ գործընկեր Անի Ավետյանի հետ այն հարցի վերաբերյալ, թե ինչու ի վերջո ընտրվեց Ստամբուլը, իհարկե այստեղ որոշակի էմոցիոնալ երանգ եւս կա այս հարցում, որովհետեւ Ռուսաստանի Դաշնության նախագահը վերադարձնում է Զելենսկուն այնտեղ, որտեղից Զելենսկին փախել էր, բայց կա նաեւ շատ ավելի կարեւոր աշխարհաքաղաքական նրբերանգ, որի մասին մենք պետք է խոսենք։ Եթե Թուրքիան կարևոր չլիներ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որպես կարևոր գործընկեր դաշնակից, ինչպես ուզում եք անվանեք այս պարագայում, իրենք չէին համաձայնվի, որ բանակցությունները տեղի ունենային Ստամբուլում։ Ավելին,
Եթե մենք վերլուծում ենք ոչ միայն թուրքական, այլ նաև ռուսական, ամերիկյան մամուլը, մենք հասկանում ենք մի բան, որ կա առնվազն թուրքական կողմի մոտընկալում, որն եւս այս բանակցությունների շրջանակներում հանդիսանում է սուբյեկտ։ Եկեք հասկանանք, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ Ռուսաստանի համար։ Հայաստանում ցավոք սրտի գրեթե ամեն ինչի մասին կարելի է խոսել, գրեթե ամեն ինչ կարելի է վերլուծել, ամեն ինչի մասին բառացիորեն կարող ես խոսել, բայց աշխարհում տեղի ունեցող իրադարձություններ, որոնք ուղիղ մեր վրա կարող են ազդեցություն ունենալ, ցավոք սրտի այդքան էլ մեծ ուշադրության չեն արժանանում։ Երբ որ 2025 թվականի փետրվարին Ամերիկայի Միացյալ Նահանգների փաստացի պաշտպանության նախարարը, Պենտագոնի ղեկավարը ասում էր հետևյալը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգային քաղաքականության մեջ առաջնահերթություններում չկա Եվրոմիության անվտանգության ապահովումը, Եվրոպայի Միացյալ Եվրոպայի անվտանգության ապահովումը, Հայաստանում ակնհայտորեն Հայաստանում սրա վերաբերյալ ոչ միայն քննարկումներ չեղան, այլ նաև չհասկացան, թե սա իր հերթին ինչ է նշանակելու։ Իսկ ինչ է սա նշանակելու։ Սա հասկանալու համար պետք է նայել ոչ միայն իրական Թուրքիա հաղորդաշարը, այլ նաև գոնե առնվազն 1-2 անգամ անհրաժեշտ է շաբաթվա ընթացքում ընթերցել միջազգային մամուլը։ Այն թե ինչ են ասում թուրքերը, ինչ են ասում ամերիկացիները, եվրոպացիները, որ թեզներ այս մի քանի ամսվա ընթացքում պատտվում միջազգային մամուլում, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռանում են Եվրոպայից, ապա այդ անվտանգային վակուումը ինչ որ մի ուժ պետք է լրացնի, այդ վակուումը կարող է լրացնել Թուրքիան։ Ինչ էին ասում մամուլի տարբեր հրապարակումներում փորձագետները, Հական Ֆիդանը նաև այսպեսի մի հետաքրքիր գնահատական էր տվել, որ շատ վտանգավոր են Թրամփի մոտեցումները Եվրոպայի անվտանգության հարցում եւ կարևոր է, որ Եվրոպան նոր անվտանգային որոշակի կենտրոն ստեղծի եւ Թուրքիան տեսնում է իրեն այդ կենտրոնը, այդ կենտրոնի միսն ու արյունը, որը պետք է ամերիկացիների հեռանալուց հետո ապահովի Միացյալ Եվրոպայի անվտանգությունը։ Տեսեք, եթե դու այսպես ասած խաղադրույք ես անում, որ Թուրքիան պետք է ապահովի Եվրոպայի անվտանգությունը, միգուցե դու թուրքերին ինչ-որ նաև բոնուսներ պետք է տաս, բացի նրանից, որ հենց Թուրքիայում պետք է լինեն բանակցությունները։ Այդ բոնուսներից մեկը որը կարող է լինել, օրինակ, որ քրդական բանվորական կուսակցությունը վայր է դնում զենքերը։ Ինչի համար է դա անհրաժեշտ։ Իհարկե քրդական հարցը ֆունդամենտալ առումով չի փակվում Թուրքիայի համար, բայց շատ ռեսուրսներ, զինվորական ռեսուրսներ դու ազատում ես Թուրքիայի համար։ Դա իր հերթին կարևոր է նաև Ռուսաստանի համար։ Տեսեք, եթե Թուրքիայի առաջնահերթությունը դառնում է Եվրոմիության կամ Միացյալ Եվրոպայի անվտանգության ապահովումը, դա իր հերթին նշանակում է, որ Թուրքիայի ակտիվությունը հարավային Կովկասում, կենտրոնական Ասիայում ինքը նվազելու է, ինչը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության շահերին։ Դա իրականում համապատասխանում է նաև մեր շահերին, բայց այստեղ հարց է առաջանում, լավ, երբ որ Տրամփը եւ Պուտինը, իսկ մենք ակնհայտորեն գնում ենք հենց այս տեսակ միգուցե նատուրալիստական մոտեցում ենք հիմա ներկայացնում, բայց հենց այս տեսակ բանակցություններ, երբ որ այս երկու երկրների ղեկավարները միմյանց միջև բաժանելու են Եվրասիան։ Հարգելի հեռուստատիտողներ, ազդեցության որ գոտում է հայտնվելու Հայաստանի Հանրապետությունը, ում հետաքրքրությունների գոտում է հայտնվելու Հայաստանի Հանրապետությունը, բայց այստեղ այս հարցին պատասխանելուց առաջ նախ պետք է ընդգծենք հետևյալը։ Մի հատ տեսնենք, թե ինչ բանակցություններ են ընթանալու Ստամբուլում, ինչ արդյունք է ունենալու այս ամենը եւ սրան ավելի մանրամասն կանրադառնանք, բայց մեկ բան ակնհայտ է, որ եթե Հայաստանը մնում է Ռուսաստանի Դաշնության հետաքրքրությունների գոտում, Ռուսաստանին հետաքրքրող Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարող լինել երկրի ղեկավար, այլ նա չի կարող լինել նույնիսկ քաղաքական կամ լրագրողական գործոն։ Մտածեք այդ մասին։